Դատախազ մարտի 1-ի գործը միայն 10 հոգու սպանության մասին չէ, այլ դեպքերի, որոնք տեղի են ունեցել նաև մինչև մարտի 1-ը եւ միայն մարդկանց վրա ուժայինների հարձակումը չէր, հա, այլև մարտի 1-ից հետո։ Եվ այստեղ միայն Սաշիկ Աֆյան կամ եւս մի երկու ֆիգուրանտներով չի սահմանափակվում։ Երկրում հայտարարվել է հատուկ դրություն եւ ազգային ժողովը գլխավորել է Տիգրան Թորոսյանը։ Նա ձեր դիտահորիզոնում գոյություն ունի թե ոչ։ Աղվան Հովսեփյանը զանգվածային բռնաճնշումների գլխին է կանգնած եղել տարիներ ի վեր։ Դա դիտահորիզոնում եւս գոյություն ունի թե ոչ։ Եվ նման այլ ֆիգուրանտներ, օդիոզ, լեգենդար, հա, որոնց մասին մենք դեռ ոչինչ չենք լսում, այնպիսի տպավորություն էլ կարող է ստեղծել, որ, չգիտեմ, սրբեր են դարձել։ Շնորհակալություն։ Պարոն Պողոսյանը իր ելույթում նշեց, որ առանձին դրվագով նաև քննության առարկա է դարձել ընտրական գործընթացը, որովհետև մարտի 1-ի դատարան ուղարկված մեղադրանքի մեջ ձևակերպում կա ընտրական գործընթացից դժգոհ եւ իր համանդրական իրավունքը խաղաղ եղանակով իրականացնող անձանց մասով։ Դա նախորդած գործողությունների։ Բացի այդ, բուն մարտի 1-ի գործողություններից զատ փետրվարի 29-ից, քանի որ նահանջ տարի է եղել, փետրվարի 29-ից մինչ մարտի 1-ը տեղի ունեցած գործողություններին դա մի քննության ուղղություն է, մարտի 1-2-ը քննության այլ ուղղություն է, եւ այս պահին այս երկու ուղղությունները անջատված են։ Ձեր կողմից նշված անձինք բնականաբար հատկապես Եվրոպական դատարանի վճռի համատեքստում, երբ կառավարությունը կմշակի գործողությունների ծրագիրը, նախաքննական մարմինը եւ դատախազությունն էլ իրենց հերթին իրենց ներդրումը կունենան, որպեսզի Եվրոպական դատարանի կողմից նշված այդ համակարգայնությունը հնարավորինս քննությամբ պարզաբանված կամ առնվազն գոնե քննված լինի, եթե մինչ այդ մեղադրանքներ հասցրած չլինենք ներկայացնել, եթե չեմ սխալվում 6 ամսյա ժամկետը հունիսին է լրանում։ Ոստի քննությունը այո համակողմանի է իրականացում եւ ինչպես նշեցի ոչ թե մասնավոր կոնկրետ դեպքից, որովհետեւ այո դա ցավալի է 10 անձի սպանություն է, բայց միայն 10 անձի մասին չէ, խոսքը զանգվածային երևույթի մասին է եւ այստեղ կարեւոր է նաեւ այն անձանց դերակատարումը, ովքեր ըստ էության կազմակերպել են, այն անձանց ովքեր համակարգել են եւ այն անձանց ովքեր իրականացրել են այս գործողությունները։ Շնորհակալություն, Համեցիկ պարոն Բաբաջանյան։ Տիկին դատախազ շատ կարևոր բան ասեցիք, կոնկրետ անձանց մասին նշեցիք, բայց մենք մեղադրյալների սահմանափակ շրջանակ ունենք։ Ես հատկապես ուզում եի կանգ առնել ձեր իրավանախորդի Աղվան Հովսեփյանի ունեցած անմիջական հանցավոր ներգրավվածության մասին, թե ինչ է արել գլխավոր դատախազությունը ընդհանրապես պարտակելու համար մարտի 1-ի գործը։ Համակարգային կերպով դատախազությունը, քննչական մարմինները, դատական ատյանները կազմակերպված կերպով թույլ չեն տվել, որպեսզի այս գործը նորմալ ընթացք ունենա։ Եվ շատ պիտի ուզեի, որպեսզի մենք այսպես առանձին դրվագային քննարկումից վերացարկվեինք եւ ես կուզեի, որ դուք անձնապես ասեք, մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել ի վերջո։ Սահմանադրական կարգի տապալում, մարդկանց պարզապես սպանություն, ինչ է տեղի ունեցել, այ որպես գլխավոր դատախազ, որ այսքան տեղեկացված եք եւ նյութերին ծանոթ եք ամբողջությամբ, շատ կուզեմ ձեզնից լսել։ Պարոն Բաբաջանյան, շատ մեծ է ցանկությունս գնահատական այստեղից հնչեցնելու, բայց ես դրանով ամբողջ դատաքննությունը կդնեմ լրջագույն հարվածի տակ։ Դուք մի մոռացեք, որ ես քաղաքական ելույթներ չեմ ներկայացնում, ես ներկայացնում եմ այն ինչ որ կա քրեական վարույթով եւ ցանկացած բառ, որ ես արտաբերում եմ այս ամբիոնից, կարա հետագայում օգտագործվի ի վնաս քննությանը։ Դրա համար շատ մեծ որպես Հայաստանի քաղաքացի իհարկե ցանկություն ունեմ ձեր հարցին պատասխանելու, բայց որպես գլխավոր դատախազ այդ հարվածի տակ չեմ դնի, որտեղ առաջիկայում մենք դրվագներ ենք ուղարկելու դատարան եւ ցանկացած կանխատեսում, որ ես այստեղից կանեմ, դատարանում դառնալու է փաստարկ ընդդեմ հանրային մեղադրողի, որ գլխավոր դատախազը դա ասեց եւ ասեց ի պատասխան, հա, հանրային լսումների եւ քաղաքական քննարկման։ Ես շնորհակալ եմ, որ նկատեցիք, որ գործի նյութերի վերաբերյալ դատախազությունը պատշաճ տեղեկացվածություն ունի։ Մեզ համար շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր դետալ գործի նյութից մեր աչքից չվրիպի։ Իհարկե մենք դեռ անելիք ունենք, որովհետեւ ես ինքս ամբողջ ծավալով 625 հատորին ծանոթ չեմ, բայց ծանոթ եմ ըստ կոնկրետ դրվագների, որոնցով մենք պլանավորում ենք ուղղությունները, նաև նշեմ, որ այս իմ կողմից որոշումների վերացումները հենց այս պահին բողոքարկվում են դատարան, բայց մենք դա նորմալ իրավական գործընթաց ենք համարում եւ քննիչը այս պահին արդեն նյութերն է անջատում, որպեսզի ուղարկենք դատարան։ Այսինքն Սաշաֆյանի դրվագը դա այն դրվագն է, որ հասցրել ենք իրականացնել եւ սա ուղղակի նաև ուղեցույց է, թե որ ուղղությամբ ակնությունը գնում, այդ թվում դատախազության վերահսկողության ներքո։ Ասեմ, որ հսկող դատախազն աշխատում է անմիջականորեն գլխավոր դատախազի հաշվետվությամբ եւ ենթակայությամբ։ Շնորհակալ եմ շատ, հարգելի տիկին Վարդապետյան, իմ եւ դիտարկում եւ հարցնել վերաբերելու է իրականացող նոր քննության ծավալներին։ Դուք ես հասկանում եմ օրենսդրական առումով ներկայացվածությունը խոսելու ծավալների շրջանակի նորի հայտ եկած հանգամանքների կամ քննության առարկա դարձած ուրեմն հանգամանքների պահով, բայց այնուամենայնիվ, քանի որ ինքս էլ պատիվ ունեմ այսօրվա լսումներում եւ որպես ականատես եւ որպես այդ ժամանակ ազգային ժողովի պատգամավոր
եւ նաեւ որպես քաղաքագետ ու ուրեմն փորձագետ ներկայացնելու ժողովրդական ինստիտուտների խոցելիությունը այս սահմարկեցուցիչ հանցագործության շրջանում եւ դրա արդյունքում հարցը հետեւյալի մասին է. Երբ կարդում ենք մարտի 1-ի քննված արդեն քննված մինչև վերավորակավորման այս ընթացքը, հա, գործընթացի սկիզբը, թատորյակները երբ կարդում ես, այն տպավորությունն է, որ գործ ենք ունեցել կազմակերպված բանդայի հետ, դուք ինքներդ էլ ձեր խոսքում հողում կատարելով այդ իրականացված քննությանը, համենայնդեպս խոսեցիք երկու շտաբերի մասին։ Ես որպես պատգամավոր, ում նաև հարցուպատասխանը այն ժամանակվա արտադրության նախարարի հետ, որը այդ ամբիոնից ներկայացնում էր ուրեմն հատուկ դրության ուրեմն հրամանագիրը, մենք այն ժամանակ ոչ տեղյակ ենք 0037 գաղտնի հրամանի մասին։ Եվ ես նույնիսկ երբ հիմա հետին թվով կարդում եմ քրեական գործի նյութերում հենց իմ հարցապատասխանի մասը, տեսնում եմ, որ անգամ այն ժամանակ չունենալով այդ տեղեկատվությունը, որպես երկրի օրենսդիր մարմնի անդամ, համենայն դեպս տեղի ունեցել իշխանության զավթում եւ կարծում եմ, որպես իրավաբան ինձանից առավել լավ տեղյակ եք, որ իշխանության զավթումը դա միայն եւ միայն ընտրությունների կեղտելու միջոցով իշխանության տիրանալը չէ։ Դա նաեւ պետական համադրորեն լիազորված մարմինների գործառույթների զավթումն է եւ վերագրումն է ոչ համադրական մարմիններին, ոչ դրանց համար լիազորված մարմիններին, որովհետեւ ըստ էության այն երկու շտաբերը, որոնք գործել են եւ որոնք արկա են, իրականացրել են հենց իշխանության զավթման գործողություններ, այսինքն իրականացրել են ներքին անվտանգության գործողություններ, ոստիկանության փոխարեն, ներգրավել են բանակ, որի իրավունք չեն ունեցել։ Քանի որ մեղադրանքը, որը ըստ էության համվեց հանցագործության, այսպես ասած, հատկանիշների բացակայության հիմնավորմամբ սահմանադրական կարգի տապալումը։ Ինձ հետաքրքրում է այնուամենայնիվ, որպես շարունակություն Ռուբեն Մեհրաբյանի, Արման Բաբաջանի հարցին, իշխանության զավթման, ժողովրդավարական գործընթացներին չմիջամտելու, Հայաստանի ժողովրդավարությունը ապահովելու պոզիտիվ պարտավորություն տեսանկյունից պետության ինչ շրջանակներ են այնուամենայնիվ ընդգրկում կատարվող քննչական գործողությունները, որովհետև ես չէի ցանկանա, որքան էլ կարևոր է առաջին հերթին կյանքի իրավունքի ապահովման հարցը, որը ըստ էության վեր է բարձրանում միեդի այս քննարկվող որոշման շրջանակներում կամ կլինի դա Մուշեղ Սաղաթելյանի գործով կացված որոշման շրջանակներում, ես չէի ցանկանա, որ այնուամենայնիվ քննության շրջանակները սահմանափակված լինեին բացառապես այս ներկայացվող մեղադրանքների առումով, որովհետև ներեցեք, նույնիսկ մենք 6 տարի շարունակ չենք կարողացել հրապարակել մեղադրանքը։ Պետությունը ըստ էության չի կատարել, նույնիսկ ես ավարտում եմ վերջին նախադասությունը, պետությունը ոչ միայն չի ապահովել կյանքի իրավունքի պաշտպանություն, ոչ միայն չի իրականացրել արդար քննություն, այլ պետությունը նույնիսկ չի կարողացել ապահովել ողջամիտ ժամկետներում դատաքննություն եւ դա տեղի ունեցել մեր աչքի առաջ 6 տարի շարունակ, երբ դատարանի կողմից դա չի ապահովել։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն, պարոն Սաֆարյան։ Նշեմ, որ վստահ եմ, որ այդ հյուրը բռնումը ձեզ մոտ չկա, բայց քանի որ ձեր հարցի մեջ հնչեց, նաև բարձրաձայնեմ, որ մեղադրանքի փաստական կողմը մնացել է։ Վճռաբեկ դատարանը մեզ հնարավորություն է տվել փոխելու իրավական գնահատականը։ Այսինքն այն փաստական կողմը, որը որ պիտի ներկայացվի դատարանում, ինքը չի տարբերվելու եւ չի էլ կարող տարբերվել այն փաստական կողմից, որը կար մինչեւ 2021 թվականի կարճումը, հետագայում իմ կողմից նշված արդեն գործընթացը։ Այսինքն մենք դատարան ներկայացնելու ենք փոփոխված իրավական գնահատականով փաստական կողմը նույնը։ Դրա համար տպավորություն չստեղծվի, թե այն աշխատանքը, որը կատարվել է, կոպտեսը ջուրնալացվել։ Բնավ։ Այստեղ ես կցանկանամ, քանի որ ճիշտ դիտարկումներ արեցի քննության շրջանակների հետ կապված, նշեմ, որ քննությունը չի սահմանափակվում միայն 10 անձի սպանության դրվագով, դա ներառում է, բայց ըստ էության, եթե մենք նայում ենք մեծ պատկերի մեջ, 10 անձի սպանությունը հետևանք է։ Եթե մենք խոսում ենք հատկապես պաշտոնեական լիազորություններն անցնելու, խոշտանգումների, բռնություն գործադրելու եւ որոշակի հիերարխիկ կառուցվածքի մեջ հրահանգներ տալու եւ հրահանգները կատարելու։ Այսինքն այս առումով ձեր դիտարկումը լրիվ ճիշտ է եւ ուզում եմ վերահաստատել, որ քննությունը չի սահմանափակվում ընդհանրապես միայն սպանությունով, մենք սպանություն չի, որ քննում ենք։ Սպանությունը մեզ համար այս գործողությունների արդյունքում առաջացած հետևանք է եւ մենք քննությամբ այս պահին աշխատանք ենք տանում պատճառահետևանքային կապերը հասկանալու համար, որ այդ 10 անձի սպանությունը եւ մնացած բոլոր անձանց վնասվածքները, որտեղ դրանք բազմաթիվ են, արդյոք պատճառական կապի մեջ են գտնվում այս դրան նախորդած գործողությունների հետ, որոնք կատարվել են պաշտոնատար անձանց կողմից նաեւ եւ կատարվել են որոշակի հիերարխիայի շրջանակներում։ Դուք նշեցիք նաեւ արտակարգ դրության հետ կապված, այո, արտակարգ դրության դրվագը եւս այս պահին քննության շրջանակում է ներառված, որովհետեւ մեզ պետք է հասկանալ արդյոք լիազորությունների շրջանակում տեղավորված եղել են այդ գործողությունները, որոնք դրվել են արտակարգ դրության շրջանակների մեջ, թե ոչ, որովհետեւ դրանով պայմանավորված նաեւ հոդվածի
եւ որակման փոփոխություն է տեղի ունենալու։ Տարբեր մեկնաբանություններ են հնչում, մեկն ասում է բանդա, մեկն ասում է ահաբեկչություն, մեկն ասում է իշխանության զավթում եւ այլն, բայց իրավաբանների համար հստակ պետք է լինի, այսինքն մենք որակումները տանելու ենք ըստ քրեական օրենսգրքի դիսպոզիցիաների եւ նաեւ սահմանափակված ենք սահմանադրական դատարանի որոշմամբ, որով արդեն սահմանադրական կարգի տապալում ըստեյության տվյալ մեղադրանքի դատարան ուղարկված մեղադրանքի շրջանակում չի կարող ներկայացվել։ Այսքանը, եթե լրացուցիչ պատասխանեմ։ Համեցեք